Հայաստանի թանգարաններում կան առարկաներ, որոնք գտածոներ չեն, ունեն պատմություններ, հավատալիքներ են և ունեն իրենց ծիսական նշանակությունները։ 5 դեմք, 1 քար և 5 տարբեր քաղաքակրթություն։ Այս արձանին նայելիս ավելի շատ հարցեր եք ունենում, քան պատասխաններ, ինքը իր տեսակով արդեն եզակի է։ Տարբեր կենդանիների տեսքով ծիսական անոթները մեր պատմության մեջ շատ են, բայց այս մեկը տարբերվում է հենց տեսքով։ Արջի ծիսական անոթ մեր պատմության մեջ միակն է և եզակին։ Այն օգտագործվել է սրբազան ծեսերի և ծիսակատարությունների ժամանակ։ Քչերը գիտեն, որ կնոջ կերպարով ծիսական անոթը իսկապես բացառիկ երևույթ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ նա իսկապես կանացի է իր տեսակով, եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ իր գլխի հատվածում կա կենաց ծառի նշանը, նաև երկրաչափական նշաններ, որոնք հենց խորհրդանշում են կնոջը։ Կոշկաձև անոթները երկուսն են և երկուսն էլ գտել են տանձավերից։ Հետաքրքիրն այն է, որ կա երկու վարկած, մեկը կապում են անդրշիրիմյան կյանքի հետ, մեկն էլ առօրյա գործածության համար, և ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկ դեռ պատասխանը չի գտել։ Թանգարանում տեսնելիս քեզ թվում է, որ քեզ աչքեր են հետևում, այնինչ նա լուռ է, բայց երկար տարիներ գտնվում է այդտեղ։ Քար, որը մարդ է հիշեցնում, հետաքրքիրն այն է, որ երբ շատ ես նայում, դու այդ էներգետիկան զգում ես, պետք է գնալ և տեսնել, մուտքը անվճար է և այսպես ասած պատճառներ մի փնտրեք չգնալու համար։ Եթե հետաքրքրեց շարքը, պետք է նշել, որ Հայաստանի թանգարաններում գտածոները շատ են և հետաքրքիր պատմությունները էլ ավելի շատ։